Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը հանդիպել է Արարատի և Արմավիրի բնակիչների հետ։ Նրանց անվանել է աշխարհի ամենաերջանիկ մարդիկ, քանի որ ամեն օր նայում են Արարատին, ամենամոտն են Սուրբ Էջմիածնին։ Կարապետյանն ասել է, որ Արարատյան դաշտի համար հատուկ ծրագիր է մշակել Ուժեղ Հայաստանի թիմը, որպեսզի աշխարհը իմանա, որքան համեղ մրգեր կան Հայաստանում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք ձեր արտադրանքը էժան չվաճառեք, սկսվելու է դրանից։ Առաջերտին ձեր մոտ զարգացնելու են գյուղատնտեսությունը, քանի որ հիմա դուք աճեցնում եք ու գաղափար չունեք ընդունողների տրամադրությունը այս տարի նորմալ է, նորմալ չէ, հետո ես հասկանում եմ, որ իրենք թելադրում են ձեզ պայմաններ, ինչ գներով կընդունեն ձեր մտերքները։ Հիմա մենք ձևավորելու ենք համակարգ, որտեղ դուք միջև ձեր նախաձեռնությունները արդեն հաշվելու եք ձեր գումարները ձեր գրպանում։ Եթե ձեզ ձեռնտու է, դուք զարգացնում եք։ Եթե ձեզ ձեռնտու չի, անիմաստ չեք գնում բանկերից վարկեր վերցնում, հետո ամբողջ ընտանիքով կներեք բառից համար ճռռում եք այդ վարկերի տակ։ Մարտը պետք է հենց սկզբից տարի։ Սամվել Կարապետյանի թիմակիցներն այսօր Հայաստանի ամենահարավային քաղաքում Ագարակում են եղել ներկայացրել Ուժեղ Հայաստանի ծրագրերը։ Նարեկ Կարապետյանը խոստացել է ընտրվելու դեպքում մթերման կայաններ բացել Ագարակում և Մեղրիում։ Ավելի վաղ Կապանում պարտությունից դուրս գալու ճանապարհ է առաջարկել Ուժեղ Հայաստանը։ Քարոզ արշավի 4-րդ օրը Ուժեղ Հայաստանի թիմը Հայաստանի ամենահարավային քաղաքում է եղել։ Դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Ագարակում հանդիպել է բնակիչների հետ, նրանց ներկայացրել քաղաքական ուժի ծրագիրը։ Հայաստանի համար բացառիկ կլիմա ունեն Ագարակն ու Մեղրին, շեշտել է Կարապետյանն ու խոստացել ընտրվելու դեպքում մթերման կայաններ սարքել, որպեսզի Մեղրի հռչակավոր թուզը, արքայա նարինջը, քաղցրահամ մյուս մրգերը արտահանվեն նաև պահածոյացված։ Աշխարհի բոլոր երկրներում, անգամ ամենաաղքատ երկրներում գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետությունը զբաղվում է նրանով, որ ֆիքսում է մինիմալ գին մթերման։ Մեր երկիրը պետք է պաշտպանի տեղական շուկան դրսի ներմուծումից, այն դեպքում, եթե այդ ապրանքը տեղում արտադրում է։ Եթե չի արտադրում, ներմուծումը էժան կթողնենք, որ ժողովուրդը էժան ապրոստ ունենա, որը որ տեղում արտադրվում է, այդ դեպքում կոչվում է պրոտեկցիոնիզմ, պաշտպանություն հայկական արտադրողին։ Սյունյաց աշխարհի բնակիչները դատապարտված են լավ ապրելու, ասել է Նարեկ Կարապետյանը, հաշվի առնելով այն մեծ հնարավորությունները, որ ունի Սյունիքը։ Ավելի վաղ Կապանի յուրահատկությունն է գնահատել Ուժեղ Հայաստանի թիմը։ Կարապետյանը կապանցիներին հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի չկատարած խոստումները։ Ձեր վերաբերմունքը դեպի մեզ տվեց մեզ մեծ էներգիա բերելու այս փոփոխությունները։ Վերջապես ստեղծելու ընդդիմադիր ուժ, որը կլինի երիտասարդ, մաքուր ձեռքերով, լավ, պրոֆեսիոնալ մարդկանցով կազմած, որ երկրում որակական փոփոխություններ բերեն։ Ըստ նրա, հիմա քաղաքացիական պայմանագիրը ուսուցիչներին, պետական ապարատին ստիպողաբար տանում է հանրահավաքների, մինչդեռ տարիներ առաջ քննադատում էր հանրապետականների այդ գործելավոճը։ Նա ՀԿ-ին քննադատում էր ուսուցիչներին հանրահավաքին տանելու համար։ Ինքը ուր գնում է ուսուցիչներին, ովքեր իր հետ չեն, ստիպողաբար տանում են հանրահավաքի։ Եվ ոչ միայն պետական աշխատողներին։ Պետական աշխատողները դա Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ են իրենց հայացքներով։ Եվ ինչ ինքը ասել է, իր գլխին է եկել։ Ինչ ինքը քննադատել է, նույնը արել է։ Հայաստանի հարավի բնակիչներին Նարեկ Կարապետյանը նաև հիշեցրել է, որ Փաշինյանը չի կատարել նաև պղնձի վերամշակման գործարան կառուցելու խոստումը։ Ամեն 3 տարին մեկ խոսք էր տրվում, որ կկառուցվի պղնձի վերամշակման գործարան վերջապես էս մեր երկրում, որ մեր երկրի գլխավոր հարստությունը չենք տանելու Չինաստան հողի տեսքով։ Վերամշակելու ենք եւ օգտագործելու ենք, չի կատարվել։ Որն է փոփոխությունը մեր առաջարկած։ Որակական Կապանի հանքերը, Քաջարանի հանքերը, Սյունիքի հանքերը, դա մեր արդյունաբերության վերածննդի հիմքն են։ Ցինկը, մոլիբդենը, պղինձը հիմք է լինելու մեր գործազուրկ ժողովրդին աշխատանքով ապահովելու համար, ժողովուրդ։
Նարեկ Կարապետյանը արձագանքել է նաև Սուրեն Պապիկյանի կապանից Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Սամվել Կարապետյանը ծառայել է բանակում, Հայաստանի զինված ուժերին տարիների ընթացքում ահռելի աջակցություն է ցուցաբերել։ Քո ղեկավարը չի ծառայել բանակում։ Ապրիլյան պատերազմին մասնակցել է մայիսին։ Հետևն կանգնած ու դեմքն էլ չի փոխվում։ Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է Նիկոլ Փաշինյանին, դեռ չի նշանակում, որ պետք է անընդհատ սպառնա Հայաստանին։ Գործող իշխանությունը պարտվել է, պետք է հեռանա ու գա մեկը, որը պարտությունից դուրս կբերի Հայաստանը։ Սա արդեն Գորիսում է հայտարարել Նարեկ Կարապետյանը։ Աշխարհի 80-րդ երկիրը պետքա մեզ հաթաթա չտա, էս այն դարն է չի, որ կարողանա ինչ որ ձև սենց գան ասեն էսի արևմտյան Ադրբեջանա վсё։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։